Արձագանք։ Շնորհակալություն, Տիկին Վարդապետյան, ամեն առիթով այդ հարցը տալու եմ, որովհետև ես դեռ չեմ տեսնում որևէ գործողություն, որը կարող է նմանվել այն իրավական բալանսի պահանջարկին, որը որ մենք ցանկացած հայ զգում է, այսինքն եթե Ադրբեջանի դատախազությունը կարող է հայ պաշտոնյայի նկատմամբ հարուցել հետախուզում, քրեական վարույթ, ինչու չի կարող անել նույն բանը գլխավոր դատախազը Հայաստանի։ Սա այսպես։ Եվ երկրորդ արձագանքի իրավունքից օգտվելով երկրորդ հարցն եմ ուզում հնչեցնել, 2024 թվականին մեծ շուկով հայտարարվեց, որ կոռուպցիոն գործարք է բացահայտվել, էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կալանավորվեց, մի շարք մարդիկ կալանավորվեցին, այդ թվում ազգային ժողովի նախագահի եղբոր կինը կալանավորվեց, բայց այդ գործի ընթացքը մենք չհասկացանք ուր գնաց, եւ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ազգային ժողովի նախագահի հայտարարությունների վրա, որը հայտարարել է, որ իրավապահները սխալվել են այդ գործով։ Ինչու եք սխալվում, ինչու եք սխալ մարդկանց կալանավորում եւ առավել եւս համարձակվում սխալմամբ կալանավորել ազգային ժողովի նախագահի եղբոր տիկնոջը։ Շնորհակալություն։ Տիկին Թովմասյան, նախորդ ձեր արձագանքի կապակցությամբ մեկ պարզաբանում կարողի եւ չկարողի մասին չի խոսքը։ Ես չգիտեմ ինչ ռեժիմով է քննվում այլ երկրում արկա քրեական վարույթը, մեր վարույթը գաղտնիության ռեժիմով է պաշտպանված եւ դա որևէ կերպ ինձ թույլ չի տալիս հրապարակային եւ ոչ հրապարակային ձևաչափով ձեզ տեղեկատվություն տրամադրել, կխնդրեմ այս առումով այս իգիտությունը ընդունել, ոչ թե կարողությունների տարբերության մասին է խոսքը, այլ տեղեկատվություն տրամադրելու իրավական ռեժիմների տարբերության մասին է խոսքը, մեր վարույթը պաշտպանված է գաղտնիության ռեժիմով եւ դա թույլ չի տալիս ինձ դրա մասին խոսել։ Երկրորդ հարցի կապակցությամբ, եթե ճիշտ հասկացա, հարցնում եք որտեղ է գործը գտնվում է դատարանում երկու մեղադրյալի վերաբերյալ հրապարակային բաց դատաքննություն է, ազատ է ունկնդրելու որևէ նախաքննությունում այս փուլում քննվող վարույթ չունենք։ Այն անձանց վերաբերյալ, ովքեր համագործակցել են վարույթի հետ գործուն զղջալու հիմքով հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումներ են կայացված, դրա մասին մենք հրապարակային ենք նշել եւ գրավոր եւ բանավոր ձեր հարցադրումներին պատասխանելիս, իսկ գործը հիմնական կատարողների վերաբերյալ գտնվում է հրապարակային դատաքննության փուլում, դատարանում։